Բարև ձեզ հարազատներս, հերթական իմ սխալների մասին եմ այսօր խոսելու, հիշում ենք, որ մեր սխալներն են ամենակարևոր, ոչ թե երկրի ղեկավարների արած սխալները կամ շրջապատի սխալները, գործընկերների, ամեն մեկս մեր սխալներն ենք սկզբից քննարկում, վերլուծում, գուցե մենակ, գուցե հոգևորականի հետ, գուցե ընկերոջ հետ եւ այլն, հետո նոր արդեն շրջապատի, երկրի եւ այլն, ուրիշ տարբերակ չկա ճիշտ ընթանալու իմ կարծիքով։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում ու այս 2 տարվա մեջ առաջի անգամ 3 գնացել եմ տատիկիս գերեզմանոցը։ Շատ սխալ է, մեծ սխալներից մեկն է։ 21 տարի դե միջև Մոսկվա գնալը բնական է, հարազատներից հետ եմ գնացել, հետո Մոսկվայի, որ ապրում է 21 տարի, երևի այդ ընթացքում 1 թե 2 անգամ գնացած լինեմ նորից հարազատների հետ, ու ինչի ես 2 տարին չէի գնում, քանի որ տատիկիս գերեզմանոցի տեղը չգիտեի։ 50 տարեկան եմ հեսա դառնում, տատիկիս գերեզմանոցի տեղը չգիտեի։ Նկարագրել էին, ինչ եկել է 2 տարի արդեն ասել եմ, որ պլանները գրում եմ տարվա կտրվածքով, ամսվա կտրվածքով, շաբաթվա կտրվածքով ու ինչը գրում եմ կատարում եմ, անպայման չի նույն շաբաթը որ կատարվի, այդ գրելը շատ կարևոր է։ Ու ինչ եկել եմ այդ շաբաթական գործերիս մեջ տատիկի գերեզմանոց այցելելը մեջն է եղել, միջև գալիս է այդ գրելը ասում են ինչի համար է լավ, որովհետև ներսում նեյրոնները կապվում են, տարբեր ճանապարհներ են իրար հետ ստեղծում, միջև այդ գրածը իրականացվի։ Ուրեմն գնացի շատ լավ նկարագրել էին գտա գերեզմանոցը, այդ տատիկս իմ կենսաբանական տատիկը չի, պապիկիս երկրորդ կինն է, իմ կենսաբանական տատիկին չեմ տեսել, ծնված չեմ եղել, որ մահացել է, բայց իմ տատիկս, այս պապիկիս երկրորդ կինը ինձ համար շատ լավ տատիկ է եղել, շատ, Աստված հոգին լուսավորի։ Ուրեմն մեր երկիրը, մեր ժողովուրդը ունի մի մեծ աղետ, գումարած են մնացած աղետների հետ, որ մեր երկրում մեր ժողովրդի մեջ մի ստվար բազմություն չունի գերեզմանոցներ, չունի գերեզմանոց, որ այցելի։ Աննկարագրելի աղետ է, մենք դա անցել ենք, որ Շահումյանը գրավեցին, շահումյանցիները դուրս եկան, գերեզմանոցները լրիվ թողեցին, հիմա իմ կենսաբանական տատիկն ու պապիկը հայրական կողմից Շահումյանում են թաղված։ Մայրական կողմի տատիկ ու պապիկս արդեն Շահումյանի փախուստից հետո Կալինինգրադում են թաղված։ Մի տատիկս է այստեղ, տատիկներից ու պապիկներից, այդ մի գերեզմանոցը, հորաքույրներս էլ են այստեղ թաղված։ Մեծ աղետ է, ու սա իհարկե են մարդիկ, որ մտածում են, որ հեսա թուրքերը գան, մենք վայելելու ենք, փող են աշխատելու, բան, իրանք չեն հասկանում, ես ինչից եմ խոսում, դրա համար ժողովուրդ ջան, բլոկվեք, գնացեք, վեճ իրար ներվեր քանդենք։ Սա երջանկություն է գերեզմանոց ունենալը, որ դու գերեզմանոց ունես, կարող ես գնալ, մեռել ոցա չգիտեն այդ մարդիկ ուր գնան։ Որ ասեմ երջանկացնում է գերեզմանոց գնալը, սա երևի 50 տարեկանում նոր կհասկանաս, որովհետև ոնց չես հասկանում սենց, որ երջանիկ չես, գնում ես գերեզմանոց, գալիս ես, տեսնում ես, որ ներսում ինչ-որ մի բան կար փակված, այդ բացվել է, ու տեն շատ բաներ ունենք փակված, հերթով պիտի անենք, բացվի ու ինչքան շատ սխմած բաներ ունենք կրծքավանդակում, դրանք հերթով պետք է բացենք, հերթով երջանկանանք։ Ինչի համար է կարևոր գերեզմանոց գնալը, առաջին որ հիշենք կյանքը ժամանակավոր է, շուտ պիտի գնանք գերեզմանոց, որ հիշենք, որ սա ժամանակավոր կյանք է ու ահագին անելիքներ ունենք այս կյանքում, տեսնենք իմաստ ունի մեր կյանքը, իմաստալից ենք ապրում, թե ոչ, ինչ իմաստ ենք ներդնում, արդեն դրա մեջ խոսացել ենք դրա մասին, որ մարդ ինքն է ներդնում իր իմաստը, ուրիշը չի գալու քեզ իմաստ դնի, ասի, այ դու այս համար պիտի ապրես, ոչ, դու ես ինքդ իմաստ ես տալիս ու կյանքի մեջ ու ապրում։ Մի հետաքրքիր ֆիլմ էի նայել, որը նայելուց դուրս չէր եկել այդ ֆիլմը, ոչ անունն եմ հիշում, ոչ էլ մի հրեա երեխայի իրենց հոլոկոստից հետո մի զարգացած երկրներից մի ընտանիք վերցնում է, պահում է, շատ լավ պահում է, լավ կրթություն է տալիս, երաժիշտ է սարքում, ու այդ տղան դուրս է գալիս մի օր տնից ու չի վերադառնում, ամբողջ ֆիլմը նրա մասին է, որ պատմում են ոնց են այն պահող ընտանիքը, ինչպես է մեկը ինֆարկտ է ստանում, այդ որ կորցնում են այդ երեխային, չգիտեն ուր գնաց, պարզում է, որ այդ հրեա տղան
այլ ջայլ տղա է լինում մեծ տեսնում է մի տեղ գնալուց համերգի գնալուց տեսնում է հրեաները հավաքված մի տեղ երգում են շատ գեղեցիկ երգ է ու հարցում է ինչ եք երգում ասում է մեր եղեռնի ժամանակ չփրկվածների հոգիների համար ենք երգում որովհետև ֆիլմի իմաստը նա էր որ դու ապրում ես որ այն ովքեր որ չեն կարողացել ապրել իրենց հոգիների համար երգես Այ մեր կյանքի իմաստներից մեկը նա է նույնպես, որ մենք աղոթենք այն մարդկանց համար, ովքեր արդեն մեր հետ չեն, որտեղ իրանք չեն կարելու ոչ մի բան անել իրենց հոգիների համար, մենք կարող ենք դա միայն անել։ Մենք պիտի գնանք, իրենց հիշենք, աղոթենք իրենց հոգիների համար, իհարկե բոլոր իմ հարազատների, մահացած հարազատների համար Կիրակնորյա պատարակներին մանավանդ որ Մոսկվայում էի բոլորի անունները գրում էի թղթի վրա տալիս որ հոգևորականները աղոթեն իրենց համար ես ինքս էի աղոթում բայց գերեզմանոց գնալն էլ է կարևոր այսքան այսօր մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ